Հունիսի 5-ին Ալավերդու մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ Վալեքս խմբի ընկերությունների ղեկավարների հանդիպումը Լոռու մարզի տարբեր բնակավայրերի 2011-12 ուսումնական տարվա շրջանավարտների նրանց կրթօջախների ներկայացուցիչների հետ։ Նախաձեռնության հեղինակները մտադիր են կողմնորոշել ապագա դիմորդներին մասնագիտության ընտրության հարցում։ Սովորաբար կուր կրթական համակարգերը ենթադրում են, որ տվյալ տարածաշրջանում տվյալ երկրում տնտեսվարողը օրգանական, կենսական կապի մեջ լինի կրթական համակարգի հետ և այն կադրային ներուժը, որ կցանկանար տեսնել իր կադրային զինանոցում, կերտվի, ստեղծվի նաև իր մասնակցությամբ։ Այսօր դրվում է մի կարևոր ավանդույթի սկիզբ, երբ տնտեսվարողը այն փուլում, երբ շրջանավարտը կարևոր որոշումներ պիտի կայացնի իր ապագա մասնագիտության ընտրության հարցում, ունենա ուղենիշներ, թե տնտեսության որ ոլորտում է ինքը իրեն ապագայում տեսնելու։ Չնայած բոլոր մեր նվաճումներին և ձեռքբերումներին, այնուամենայնիվ մենք ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ, մասնավորապես զբաղվածության ապահովման խնդիր, և ևս ակնհայտ է, որ հենց զբաղվածության խնդրի լուծման մեջ ենք տեսնում շատ այլ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման բանալին։ Միջոցառման սկզբում ընկերության փոխնախագահ ACP ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանը ներկայացրեց Վալեքս խմբի գործունեությունը Հայաստանում։ Այն սկսվել է 15 տարի առաջ։ Առաջին խոշոր ներդրմամբ վերականգնվեցին Ալավերդու պղնձաձուլական գործանի որոշ արտադրական հզորություններ, ինչը հնարավորություն տվեց պղնձի կայուն արտադրություն սկսել։ Երկրորդ խոշոր ներդրումային ծրագիրն իրականացվեց Արցախում։ Կառուցվեց Դրեմբոնի լեռնահանքային համալիրը, որը ստեղծման օրից դարձավ Արցախի տնտեսության առաջատարը։ Ներկայումս ընթացքում է Թեղուտում լեռնահանքային համալիրի կառուցման ծրագիրը։ Ընկերությունների գործունեության արդյունքում լուծվել է մարդկանց զբաղվածության խնդիրը։ Թեղուտ փակbaşնետիրական ընկերությունում այսօր արդեն աշխատում է 930 մարդ, նրանցից 450-ը Թեղուտ շնող համայնքներից։ Ընդհանուր առմամբ Վալեքս խմբի ընկերություններում աշխատում է շուրջ 3000 մարդ։ Դուք այդ առումով երջանիկ եք այն տեսանկյունից, որ ծնվել և մեծացել եք հանրապետության ամենադինամիկ զարգացող տարածաշրջանում այս պահին։ Անցած տարվա ցուցանիշներով Թեղուտ փակbaşնետիրական ընկերությունը հանրապետությունում աշխատատեղեր ավելացրած առաջին թիվ 1 գործատուն է, այսինքն Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ այլ գործատու, որը որ տարվա կտրվածքով այնքան շատ աշխատատեղեր ստեղծած լիներ, որքան Թեղուտ փակbaşնետիրական ընկերությունն է։ Մենք կարծում ենք, որ այդ առաջատար դիրքը ընկերությունը կպահպանի ևս առաջիկա մի քանի տարիների ընթացքում, քանի որ շինարարության ընթացքում հույս ունենք, որ ներկա աշխատատեղերի քանակը 900-ից կհասնի 1600-1700-ի, իսկ շահագործման ընթացքում 1300-1400 հոգու։ Շատ կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ ներդրումների առումով ևս Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը աննախադեպ է Հայաստանի Հանրապետության համար։ Մենք նախատեսում ենք այնտեղ մինչև հանքավայրի շահագործման մեկնարկը, որը նախատեսված է 2014 թվականի սկզբին, ներդնել մոտ 350 միլիոն դոլար։ Այդպիսի ծրագիր նորանկախ հանրապետությունում մեզ հայտնի չի։ Թեղուտ շնող համայնքում ես կարող եմ մի քանի ընդամենը թվեր ասել, որը պատկերավոր ցույց կտան սոցիալական ծրագրերի այն հիմնական բարեկեցիկ կյանքը, որ արդեն 7 տարում այդ փոփոխությունը կատարվել է։ 10-11 թվականներին Թեղուտ գյուղում դպրոց են գնացել 2, 11 թվականին 3 ընդամենը աշակերտներ, իսկ այդ նույն թվականներին Թեղուտ գյուղում ծնվել են 19 և 11 թվականին 13 երեխաներ։ Այնպես որ սա խոսում է այն մասին, որ մենք արդեն 4 տարի հետո կունենանք դպրոցում 13-15 աշակերտանոց դասարաններ, որը կնշանակի նաև, որ արդեն Թեղուտ շնող համայնքներից արտագնա աշխատողների թիվը համարյա զրոյանում է, այս պահին զրոյական վիճակ է։ Այնուհետև ելույթ ունեցավ Վալերի Մեջլումյանը, որն իր խոսքում նշեց, որ ընկերությունն այսօր ունի որակյալ մասնագետների պահանջարկ, ինչը լրացնելու համար ստիպված են լինում հրավիրել այլ երկրներից։ Կան ազատ աշխատատեղեր տարբեր մասնագիտությունների, որտեղ աշխատավարձը կարող է լինել սկսած, ասենք թե 100,000 դրամից մինչև ուշադրություն
100 միլիոն դրամ աշխատավարձ ամսական կտրվածքով։ Ունենք մի քանի հազար տեղ, դժբախտաբար մարդ չեն գտնում աշխարհով մեկ մարդ է հայտարարում այդպիսի բարձր մասնագիտության նաև ղեկավարներ են պետք, որպեսզի պատկերացնենք ինչ մասին են խոսք գնում։ Եվ չկան բավարար մակարդակի մասնագիտության, օրինակ ինժեներ մեխանիկ, ինժեներ էներգետիկ, շատ պահանջվածներ չկան, կամ կան շատ թույլ մակարդակը։ Ստիպված են կամ արտասահմանից հրավիրել, կամ Ռուսաստանից, Ռուսաստանից, որովհետև ամենակիչը ռուսերը գիտեն, կամ աշխարհի ուրիշ ծայրերից, կամ բարձր մակարդակի շինարարներ, որոնք տիրապետում են ժամանակակից սարքավորումների օգտագործումը շինարարությունում, այսինքն ինժեներ ստроитель, չկա, շատ քիչ է, կամ կան, բայց մակարդակը շատ փոքր է։ Հետո էլ Վալերի Մեջլումյանն ապագա ուսանողներին նաև փոխշահավետ առաջարկ արեց։ Մենք պատրաստ ենք մի 3 տասնյակ անձերի հետ հատուկ ձևի պայմանագրություն գրել, որ եթե դուք լավ սովորեք, այսինքն ոչ առաջին կուրսից, այլ երկրորդ կուրսից պատրաստ են ձեր ամբողջովին բոլոր ծախսերը ուսման հետ ծածկելու, այն պայմանով, որ ավարտելուց հետո ձեր ուսումը վերադառնում եք աշխատելու մեր ընկերություններից մեկի մեջ, օրինակ Թեղուտում, ամենակիչը 5 տարի, եւ դե ցանկություն է նա այդ 5 տարվա ընթացքում մեկներ ուրիշ տեղ, խնդրեմ դուք եք ազատ, դա կալանք չէ, սակայն դուք պետք է վերադարձնեք այն ծախսերը, գումարած այն տոկոսը, որը արժի Հայաստանում շուկայական գինը այս կամ այն գումարի, այսինքն ունենալ նորմալ հարաբերություններ, շուկայական եւ ազատ։ Եթե ցանկացող լինի այդ պայմանով մեզ հետ աշխատելու, խնդրեմ կդիմենք մեր Վահագրամ Ավակյանին եւ այս կամ այն ձևով մենք այդ հարցը ձեզ համար կլուծենք։ Վալեքս խմբի ընկերությունների գործունեության մասին տեղեկանալուց հետո աշակերտներին իրենց հետաքրքրող հարցերի պատասխաններն ընկերության ղեկավարներից ստանալու հնարավորություն տրվեց։ Ցանկանում եմ ուսումը շարունակել Երևանի Պետական Համալսարանի միջկայար ռեակտորների ֆիզիկայի բաժնում եւ այսպես ասած որպես ֆիզիկոս մարդ ես ցանկանում եմ իմանալ թե ինչպես ինչ աշխատանք կարող եմ ես ձեր մոտ ստանալ եւ եթե ոչ ինչքան աշխատավարձ ես կստանամ։ Աշխատավարձի մասին ես դեռ ասացի, դա կարող է լինի սկսած չգիտեմ 100,000-ից կամ 50,000 դրամից մինչև 100 միլիոն դրամ, եթե պետք լինեք եւ պահանջված լինեք, իսկ ինչ կախված է ձեր միջուկային ֆիզիկայի գիտական ուղղությամբ, ապա կարող եմ ասել բարձրով, որ ուղղակիորեն լեռնահանքային ասպերեզում այդ մասնագիտությունը պահանջված չէ, սակայն եթե ունենաք ընդհանուր լավ ուսման բազա, կարող է պատահել 2, 3 կամ 4 կամ 5 տարուց հետո որոշեք ինչ-որ ձևով փոխեք ձեր մասնագիտության ուղղությունը եւ ունենալով շատ լուրջ հիմք ձեր տաղանդը օգտագործեք այս կամ այն արտադրությունում, օրինակ լեռնահանքային ասպարեզում կամ օրինակ մետալուրգիայի ասպարեզում։ Ցավոք այսօր դպրոցականներն ընտրում են այնպիսի մասնագիտություններ, որոնք մարզում պահանջարկված չեն։ Միևնույն ժամանակ շատ աշխատատեղեր ամիսներով մնում են թափուր համապատասխան որակավորման մասնագետներ չունենալու պատճառով, նշում է Մարզպետանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի տեղակալ Էդիկ Մացակյանը եւ հավելում, որ նման հանդիպումները շատ օգտակար կարող են լինել։ Ցավոք սրտի մեր հանրապետությունում, այդ թվում նաեւ մեր մարզում ծնողների շրջանում ընդունված կարծիք կա, որ երեխաները մեծ մասամբ գնում են այնպիսի բուհեր, որոնք նախ բավականին շատ շրջանավարտներ են տալիս եւ պահանջարկ չունեն այդպիսի։ Եվ ցավոք սրտի բազմիցս մարզպետն է ասել եւ իր ելույթներում եւ մարզխորհրդի նիստերում, որ երեխաները մենք ունենք մասնագիտություններ, որտեղ կարիք կա մասնագետների, այդ թվում լավ մասնագետների եւ բարձր վարձատրությամբ եւ ինչու՞ չէ, նաեւ շատ ընդունված մասնագիտություններ, որ պատվաբեր մասնագիտություններ։ Ցավոք սրտի երեխաները չգիտես ինչու ընտրում են հումանիտար առարկաներ, ընտրում են օտար լեզվի մասնագիտություններ։ Մի ժամանակ դրա պահանջարկը կար, մի ժամանակ դա գուցե մի քիչ բան հնչի, մոդայիկ էր։
բայց այսօր այդպես չէ։ Այսպիսի հանդիպումներ անհրաժեշտ են եւ պարտադիր են, որովհետեւ երեխաներին, մանավանդ ասենք դպրոցական բարձրահասակ տարիքում գտնվող երեխաներին կողմնորոշում են ուր գնալ սովորելու, արդյունքում ինչի կհասնեն։ ԽՍՀՄ-ի ժամանակում մենք ունենք լավ քիմիական գործարանի աշխատողներ եւ այլն, որոնք վերապատրաստվել էին, ասենք, Ռուսաստանում եւ այլն, բայց նրանք միգրացիայի ենթարկվեցին, արտագաղթեցին օտար երկրներում են աշխատում, իրենց ներդրումը տարիների, ասենք, սովորածը ներդնում ուրիշ երկրներում, երբ կարող էին, ասենք, այստեղ ներդնել։ Իսկ մեր երեխաները ունեն այդ հնարավորությունը, ասենք, սովորել, իմանալ, որ ունեն ապագա, կաշխատեն եւ իրենց գիտական ներուժը կներդնեն մեր տնտեսությունը զարգացնելու համար։ Դպրոցականների եւ ուսանողների շրջանում ընկերության գործունեության մասին ճշմարիտ պատկերացում կազմելու նպատակով Վալերի Մեջլումյանն առաջարկեց մշտական սխեմաներով կազմակերպել ուսանողների եւ աշակերտների պարբերական այցեր, խմբի ձեռնարկություններ, այդ թվում Արցախում գործող Դրմբոնի հանքավայր, որը կօգնի նաեւ երիտասարդներին կատարել մասնագիտական ընտրություն եւ ինչու՞ չէ գուցե այդ ճանաչողական այցերի ընթացքում նրանք կատարեն իրենց անձնական որակներին եւ մարզի աշխատաշուկայի պահանջարկին համապատասխանող մասնագիտություն։ Ընկերությունը մշտապես իրականացրել է նման ծրագրեր, սակայն այսուհետ կավելանա նման այցերի պարբերականությունը։ Շրջանավարտներից մի քանիսը հետաքրքրվեցին նաեւ ընկերության կողմից շրջակա միջավայրի վրա ունեցած բնապահպանական բացասական ազդեցության խնդիրները եւ այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերը։ Վալերի Մեջլումյանը եւ Գագիկ Արզումանյանը հանգամանորեն պատմեցին նաեւ այդ մասին։ Միջոցառման վերջում ներկաներին սպասվում էր հյուրասիրություն։ Տոնական սեղանների շուրջ միջոցառման կազմակերպիչները բաժակ բարձրացրին եւ հաջողություն մաղթեցին ապագա ուսանողներին։ Արման Ուժնիազյան, Արման Տիտանյան, Արմեն Հովսեփյան, Լուրեր։